Գործարար ալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք Mix Marketing-ը։ Ես Գայանե Տաջունցն եմ։ Այսօր հյուրընկալել եմ կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին։ Ողջույն Նարինե։ Ողջույն Գայանե, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ձեր զբաղված գրաֆիկում ժամանակ գտաք։ Մենք այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, անդրադառնալու ենք Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին։ Ազմի բանը շեղում թեմայից մեկ կանոնագրքի մասին ես այնքան շատ եմ խոսում, որ մեր շահակիցները ասում են, «Այն ձեր կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ասում մերն էլ է» ու այդ թվում Հայաստանի Հանրապետության ու այդ թվում մերն է կորպորատիվ կառավարման կանոնագիրքը։ Այո, եւ Նարինե, խնդրում եմ պատմեք կանոնագրքի մասին, ընդհանուր առմամբ երբ է հաստատվել առհասարակ պետության կողմից կանոնագիրքը։ Կանոնագիրքը ընդունվել է էկոնոմիկայի նախարարի հրամանով 24 թվականի հուլիսի 30-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 30-ին, ու շատ տրամաբանական է, որ էկոնոմիկայի նախարարի հրամանով է հաստատվել կանոնագիրքը, քանի որ կանոնագրքի հիմնական առաջնահերթություններից մեկը ներդրումային միջավայրի բարելավումն է, ներդրողների իրավունքների պաշտպանությունը, իսկ այդ առաքելությունը Հայաստանում դրված է էկոնոմիկայի նախարարության վրա իր իրավասությունների շրջանակումը, ներդրումային միջավայրի խթանումը։ Կանոնագիրքը ինքը, այսպես ասենք, էլի փափուկ կարգավորում, որը հիմնվելով ՏՀԶԿ տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության կորպորատիվ կառավարման սկզբունքների վրա, իսկ ասեմ, որ մենք ունենք Եվրամիության հետ պարտավորություն կորպորատիվ քաղաքականությունները համապատասխանեցնել ՏՀԶԿ սկզբունքներին եւ միաժամանակ սահմանում է ավելի բարձր չափանիշներ, ուղենիշներ, քան նախատեսված է օրենքներով, կարգավորման դաշտով, դրանով հնարավորություն տալով ընկերություններին աստիճանաբար բարելավել իրենց կորպորատիվ կառավարման համակարգը, ձգտելով դեպի ավելի բարձր ուղենիշների, միջազգային ուղենիշների ու հասկանալի, հասանելի դառնալ միջազգային ներդրումային համայնքի, միջազգային շահակիցների, այդ թվում նաև տեղական շահակիցների համար։ Իսկ նպատակը հենց եւ ներդրումային միջավայրի, հա, նպատակը, այսպես ասենք, նպատակը ներդրում դե կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքները, դրանք կապիտալի շարժման, այդ սկզբունքներով է կապիտալը ապրում, կորպորատիվ կառավարման սկզբունքներով, հետևաբար կորպորատիվ կառավարման կանոնագրքի հիմնական առաջնահերթություններից մեկը դա ներդրումային միջավայրի բարելավումն է, հաջորդ կարևոր առանձնահատկությունը կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքներն են հաշվետվողականությունը, թափանցիկությունը, հետևաբար դա ազդում է նաև շուկայական ազատ արդար հարաբերությունների, թափանցիկ հարաբերությունների վրա եւ իհարկե ամենակարևորը նպաստում է ընկերությունների դիմակայունությանը, դրանով իսկ բաժնետերերի բարեկեցության մակարդակի բարձրացմանը ու շահակիցների շահերը հաշվի առնելով որոշումների կայացմանը։ Իսկ հիմնական մոտեցումները, որոնք հիմքում ընկած են կանոնագրքի, դրանք այսպես կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքներն են, հենասյուներն են, դա ազնվություն, արդարություն, բարևարկություն, պատասխանատվություն, թափանցիկություն, հաշվետվողականություն, բայց մի շատ կարևոր մոտեցման վրա է հիմնվում կանոնագիրքը, դա հետևիր կամ բացատրիր սկզբունքն է։ Հենց դրանով ինքը բավականին դեմոկրատական, այսպես ասենք, կարգավորում է, դրա համար ենք ասում փափուկ կարգավորում, բայց միաժամանակ այդ փափուկ կարգավորման այդ մոտեցումը մի շարք խնդիրներ է ձևավորում կազմակերպությունների համար, նախ ինչ է նշանակում հետևիր կամ բացատրիրը, եթե կազմակերպությունը չի հետևում կորպորատիվ կառավարման կանոնագրքի որևիցե սկզբունքի, պարտավոր է բացատրություններ տալ եւ ձգտել, եթե ձգտում է, ուրեմն լռում է, լռելյալ մենք ընդունում ենք, որ ինքը համապատասխանում է, իսկ եթե շեղվում է, հետեւաբար պարտավոր է բացատրություններ տալ, իսկ բացատրությունները ինչին են վերաբերվում, ներկայացնել չհետևելու պատճառները, այն հատուկ հանգամանքները,
կորպորատիվ են հատուկ հանգամանքները, որոնք արդարացնում են չհետևելը, եւ կազմակերպությունը ինչ այլընտրանքային վարքագիծ կամ գործողություն է ձեռնարկել, որպեսզի այդ սկզբունքը կամ բովանդակային իմաստով կամ որոշակի ժամանակ հետո կազմակերպությունը համապատասխանի սկզբունքի բովանդակությանը։ Սկզբունքը այդ մոտեցման առավելություններում են համաչափությունը, որովհետև ինչպես չես գտնի նույն դնթեյով որևիցե անձ, այնպես էլ չես գտնի նույն դնթեյով կազմակերպություն։ Կազմակերպությունները տարբերվում են իրարից մեծությամբ, բիզնեսի բարդության աստիճանով, գործարար մոդելով, ֆինանսական աղբյուրներով, ինչ աղբյուրներից են ֆինանսներ ներգրավում, ու այս տեսանկյունից կանոնագրքի հետևիր կամ բացատրիր սկզբունքը հնարավորություն է տալիս կանոնագրքի սկզբունքները կազմակերպությունների կողմից որդեգրվել իրենց կորպորատիվ իրականությանը համաչափորեն։ Իսկ կա որևէ վիճակագրություն Հայաստանում, կազմակերպությունների շրջանում, թե քանի տոկոսն է հետևում այս սկզբունքներին կամ թեկուզ ոլորտային կամ ըստ չափի դրանք որ կազմակերպություններն են։ Դրանք մենք դրանց կանդրադառնանք, իրականում ես մի կանոնագիրքը կիրառելի է տնտեսական ընկերությունների նկատմամբ, տնտեսական ընկերություններ մեր քաղաքորենսգրքով դրանք բաժնետիրական ընկերություններն են, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունն էլ է քաղաքորենսգիրքը սահմանում, բայց չգիտեմ այդպիսի գրանցված են թե ոչ։ Այսպես երբ որ կանոնագիրքը էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվեց, այդ հրամանում նախատեսված էր, որ ընկերությունները, որովհետև սկզբունքի այդ մոտեցման հետևիր կամ բացատրիր մոտեցման հիմնարար հենասյունը դա հաշվետվողականությունն է։ Եթե դու այդ բացատրությունները կամ հետևելու մասին հրապարակավ քո շահակիցների հետ չես հաղորդակցում, կանոնագրքին հետևելը դառնում է անիմաստ, ֆորմալ ինչ-որ հաշվետվողականությունը էական նշանակություն ունի ու հրամանով էլ հաստատվեց, որ յուրաքանչյուր հաշվետու տարուց հետո այդ հաջորդող տարվա մինչև հունիսի 30-ը կազմակերպությունները պարտավոր են հրապարակել տարեկան հաշվետվություն, իսկ տարեկան հաշվետվության բաղադրիչ մասն է հանդիսանում կորպորատիվ զեկույցը, որի բաղադրիչ մասն է հանդիսանում կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը։ Այդ տարեկան հայտարարագրերի միջոցով են կազմակերպությունները իրենց վերաբերյալ իրենց կորպորատիվ իրականության վերաբերյալ հաղորդակցվում, թե որքանով են համապատասխանում են, թե չեն համապատասխանում, եթե չեն համապատասխանում, բացատրություն են տալիս։ Պետք է ի սկզբանե ասեմ, որ պետք է անցալենք այն հանգամանքը, որ կանոնագիրքը նոր է կիրարկվում, իհարկե սա մեր առաջին կանոնագիրքը չի, 2010 թվականին եւս ընդունեցին կորպորատիվ կառավարման կանոնագիր ու իրավացի արդարացի լինելու համար ձախողվեց։ Հիմա այսինքն մենք չկարողացանք ձևավորել այլ հետևիր կամ բացատրիր սկզբունքի տրամաբանության ընկալումը բիզնես համայնքի կողմից, մինչև այսօրս էլ դա չկա։ Իսկ պատճառը որն էր ձախողման ընկալումը բիզնես համայնքի կողմից։ Կորպորատիվ կառավարումը բավական բարդ ընկալում ունի բիզնեսի կողմից, երբ որ ասում են կորպորատիվ կառավարում, միշտ դա նույնացվում է ինչ-որ բարդ պրոցեսների հետ, որոնք ծախսատար են, որոնք ժամանակատար են ու դրանց արդյունքը ժամանակի մեջ երկարաձգված է։ Այսինքն իրականում կորպորատիվ կառավարման արդյունավետությունը կազմակերպությունները կարող են զգալ դիտարկել իրենց կորպորատիվ կառավարման կյանքում երկարաժամկետ հատվածում, իհարկե կարճաժամկետ օգուտներ էլ կան, այնში որ պիտի սպասեն ու այդ երկարաժամկետ օգուտներին հասնելու համար ջանքեր են պետք, պատասխանատուներ են պետք, մշտապես կորպորատիվ կառավարման համակարգի բարելավումը ինքը վերջնանպատակ չի։ Դա մշտական ճանապարհ է, կազմակերպությունները պետք է այդ ճանապարհը անդադ հաղթահարեն, նոր խնդիրներ լուծելով, նոր մարտահրավերներ հաղթահարելով ու դա որոշակի առումով բավականին ցածր իրազեկվածության
մակարդակ ունեցող հասարակությունում, այդ թվում նաև կորպորատիվ կառավարման վերաբերյալ է խոսքը, մի փոքր դիմադրության է արժանանում, իհարկե վերահսկման մեխանիզմներն էլ են բավականին թույլ, հետևիր կամ բացատրիր սկզբունքը մենք դրել ենք, ապավինում ենք հասարակության վերաբերմունքին կազմակերպությունների, որ այն հասարակական պարսավանքը պախարակումը կարող է ազդեն, որ կազմակերպությունները իրենց կորպորատիվ կառավարման միջավայրը բարելավեն, մի փոքր բանը իդեալիզմի դաշտից է, էլի, որովհետև աշխարհում էլ բանը, հա, այն երկրները, որոնք ընդունում են կորպորատիվ կառավարման կանոնագրքեր եւ ընդունում են այդ հետևիր կամ բացատրիր սկզբունքի շրջանակներում բացահայտումների իրականացնում, որոշակի վերահսկման մեխանիզմներ նախատեսում են։ Բացի հասարակական պարսավանքից ու հիմնականում կապիտալի շուկայում բաժնետերերի ունեցած վերաբերմունքից։ Լավ, իսկ ինչ քայլեր են ձեռնարկվել ընկերությունների կողմից կանոնագրքի ներդրումը խթանելու ուղղությամբ։ Այսպես է, ընկերությունները որոշ ընկերություններ, սահմանափակ թվով ընկերություններ հայտարարագիր են հրապարակել, բայց միաժամանակ այն անձիկ, այդ թվում նաև կորպորատիվ կառավարման կենտրոնը, հասկանալով, որ կանոնագիրքը մենք ասում ենք 25 սկզբունք, այդ 25 սկզբունքները այդքան էլ հեշտ սկզբունքներ չեն, էլի, իրականում բիզնեսին աջակցել, խրախուսել է պետք այս հարցում, որպեսզի կանոնագիրքը ներդրվի, եւ մի պահ հասկացանք, որ լավ, տարբեր են, էլի, հետևիր կամ բացատրիր սկզբունքը գործումը, դա կարող է այդ բաները, տարբերությունները, համաչափությունը ապահովի, բայց միաժամանակ մտածելով հանգեցինք, որ չգնանք նրան, որ կազմակերպությունները կամ ֆորմալ համապատասխանություն ապահովեն, կամ էլ անորակ բացատրություններ տան։ Որոշեցինք կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման առաջընթացի մատրիցա մշակեցինք, այսինքն այդ 25 սկզբունքները փորձեցինք բաժանել 3 հիմնարար փուլերի միջև, առաջին փուլը դա բավականին պարզ փուլն է, այն առումով, որ կազմակերպությունները, որոնք կանոնագրքին պետք է հետևեն, հաստատ այդ առաջին փուլում իրենց կտեսնեն։ Այսպես է, իրավական համապատասխանության վրա է շեշտադրումը դրված եւ որոշակի սկզբունքների ավելի բարձր չափորոշիչների, երկրորդ փուլը միջանկյալ փուլը, իսկ երրորդը արդեն կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքներին, բոլոր սկզբունքներին հետևելու, բայց նորից հետևիր կամ բացատրիր սկզբունքի շրջանակներում։ Ու դրանց համապատասխան մենք մշակել ենք կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրեր, կազմակերպության խորհուրդը, որը պատասխանատու է կորպորատիվ կառավարման համար, պիտի դիրքորոշում արտահայտեր, թե կազմակերպությունը որ փուլում է գտնվում։ Ինչի ենք խորհրդի վրա դնում այդ պարտավորությունը, որովհետև կորպորատիվ կառավարման պահապանը ընկերություններում խորհուրդն է։ Կան ընկերություններ շուկայում, հատկապես հաշվետու թողարկողներ, ցուցակվածներ, որոնք կարող են խորհուրդ չունենալ, իրենք շուկա են մտել պարտատոմսերով, հետևաբար հնարավոր է, որ իրենց մոտ խորհուրդ չձևավորվի, հետևաբար կամ գործադիր մարմնի ղեկավարն է, կամ էլ սեփականատերը պետք է այդ դիրքորոշումը արտահայտի։ Հիմա իրական կյանքում այդքան քայլերից հետո ու միաժամանակ կորպորատիվ կառավարման կենտրոնը այդ պարզաբանումներ, տարբեր տեսակ սեմինարներ են կազմակերպել այս ընթացքում, մենք ծրագրի մասին մի քիչ հետո կխոսեմ, որ ծրագիր ենք հատուկ այդ նպատակի համար, դրամաշնորհային ծրագիր ենք իրականացնում, հաջողությունները այս պահի դրությամբ գոնե բավականին համեստ են, որովհետև երբ որ նայում ենք ընկերությունների հայտարարագրերը, այն ֆորմալ համապատասխանությունը առկա է, ոչ որակյալ բացատրությունները առկա են, կազմակերպությունները մեկ գերազանցիկի սինդրոմ կա, ընտրում են երրորդ փուլը, բայց իրենց բացատրություններով դու հասկանում ես, որ կորպորատիվ կառավարման ընկալումը կազմակերպությունում դեռևս սաղմնային վիճակում է գտնվում, կամ էլ շատ մեծ հանրային նշանակություն ունեցող, հանրային ռիսկերի հետ առնչվող կազմակերպություն ընտրում է առաջին փուլը ու էլի բացատրությունները ողջամտության շրջանակներում չեն, բայց միաժամանակ մենք ձեռքներս վայր չենք դնում, փորձելու ենք կազմակերպությունների հետ այն սխալների ուղում կատարել, բացատրել, պարզաբանումներ իրականացնել, իրենց պարզաբանումները լսել, որովհետև հնարավոր է, որ մենք
մեր ընկալման հետ կապված խնդիր կա, դա բանն է, այդ շատ երկարաժամկետ ծանր աշխատանք է, որի համբերությունը մենք ունենք, հուսով եմ, որ ընկերությունների հետ էլ այս պահի դրությամբ համագործակցությունը կա, իրենք էլ ցանկություն ունեն ունենալ ավելի լավ կորպորատիվ կառավարման համակարգ, փորձենք միասին աշխատել։ Այո, ես էլ եմ կարծում, եթե արդեն կազմակերպությունը գնում է դրան, միգուցե հիմա մի քիչ թերի դրանք կարող են շատ տարբեր հանգամանքների հետ կապված լինեն, սկսած իրազեկվածությունից, այս թեմայի վերաբերյալ, այնպես որ երկար աշխատանքից հետո, այո, համբերատարություն է պետք։ Դուք նշեցիք, որ կենտրոնը մի շարք միջոցառումներ է իրականացնում այս ուղղությամբ, տրեյնինգներ, դրամաշնորհային ծրագրեր, կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեք եւ կարծում եմ այն կազմակերպությունները, ովքեր որ հետաքրքրված են կամ արդեն այս ուղղությամբ որոշակի անելիքներ են իրականացնում, իրենց կհետաքրքրի, եթե տեղեկացված չեն։ Սեպտեմբերի 10-ից մենք սկսեցինք մի նոր ծրագիր, որը կոչվում է արձագանքելով քայքայիչ կապիտալի սպառնալիքներին փուլ 3 ծրագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման շրջանակներում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Այս ծրագրի շրջանակներում համագործակցում ենք մեր վաղեմի գործընկեր միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ եւ հիմնական հարցը, որ մենք փորձում ենք այս ծրագրով լուծել, նպաստել կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրմանը եւ բարեվարկության բարձր չափորոշիչների խթանմանը, խրախուսմանը Հայաստանի գործարար հատվածում։ Ծրագրի շրջանակներում անելիքները բազմաթիվ են, ես շատ էլի ոգևորված եմ, որ սկսվել է կանայք տնօրենների խորհրդում վերապատրաստումը, արդեն 5-րդ վերապատրաստումն է իրականացվում, մենք ընդլայնում ենք այն կանանց ընտրանքը, որոնք կարող են ի վիճակի են Հայաստանի ընկերությունների տնօրենների խորհրդում ներգրավվածություն ունենալ, ոչ միայն հայկական, նաև հնարավոր է նաև դրսում էլ իրենք ինքնաիրացվեն նաև դրսի կազմակերպությունների խորհուրդներում, հաշվի առնելով այս սկզբունքների բարդության մակարդակը, մենք որոշել ենք նաև տարբեր սկզբունքների վերաբերյալ մշակել ուղեցույցներ, պարզաբանող, ներկայացնող, լուսաբանող ուղեցույցներ, դրանցից առաջինը արդեն մշակվել է եւ ներկայացրել ենք մեր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ սեմինար քննարկում ենք կազմակերպել, ինչպես կազմակերպել խորհրդի նիստերը, այդ այբուբենն է, ինչպես որ խորհրդի նիստերը կազմակերպված են, անցկացվում են, ինչպես է մատուցվում որոշումները խորհրդի, դրանով էլ հենց որոշիչ գործոններից մեկն է, ինչպիսին է ընկերության կորպորատիվ կառավարման համակարգը, դրա համար առաջին շեշտադրումը դրա վրա ենք իրականացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր էլ կենտրոնը բազմաթիվ կանոնագրքի ներդրման հետ կապված բազմաթիվ հեռախոսազանգերի, էլեկտրոնային հաղորդագրությունների է պատրաստում, ծրագրի շրջանակներում 2 անգամ հայտարարելու ենք բաց դռների օր։ Այսինքն մեր շահակիցները նախապես են իմանալու, թե որ օրն է այդ բաց դռների օրը, որպեսզի նախապատրաստվեն, իրենց հարցերը կարող են էլեկտրոնային ուղարկել, հարցերը կարող են նաև տեղում բարձրացնել, որովհետեւ սահմանափակում չենք դնելու եւ փորձենք, եթե մի հարցը հետաքրքրում է մի կազմակերպության, հնարավոր է, որ մեկ այլ կազմակերպություն եւս այդ հարցով հետաքրքրված կամ խնդրի հետ բախված լինի եւ մեր տարեկան իրականացնելու ենք մեր տարեկան կորպորատիվ կառավարման նվիրված համաժողովը, որը փորձում ենք տարեկան կտրվածքով ներկայացնել կորպորատիվ կառավարման միջավայրի անցուդարձերը։ Իհարկե մենք ունենալու ենք տարբեր տեսակ նաև, այսպես ասենք, վերապատրաստումներ, մեր էթիկայի հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ, փողերի լվացման ահաբեկչության դեմ, ֆինանսավորման դեմ պայքարի այդ հարցն է մեր օրակարգում, դրա վերաբերյալ ենք սեմինար ունենալու եւ իհարկե մի հատ ավանդական սեմինար ունենք, որը վերաբերվում է տարեկան կտրվածքով կորպորատիվ կամ իրավունքի կամ ավելի շատ առևտրային իրավունքում տեղի օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների պարզաբանումն ենք ներկայացնում, այդ սովորաբար լինում է հունվար-փետրվար ամիսներին 25 թվականը ամփոփելով։
Լավ, Նարինե, իսկ կանոնագրքի կիրառումը ֆինանսական ինչ ազդեցություն կարող է ունենալ կազմակերպությունների վրա։ Միգուցե դա որոշակի, այսպես կազմակերպությունների մոտ ինչ որ վախեր առաջացնի։ Այսպես է, վախերը մշտապես այդ վախերը կան, որ բանը ֆինանսն է, այդ կանոնագրքի կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը բանը դա ֆինանսապես Ավելորդ ֆինանսական բեռ, ավելորդ ֆինանսաբեր ծանրաբեռնում է կազմակերպություններին, այստեղ մենք ունենք մեր մոտեցումը, էլի։ Մոտեցումն էլ հիմնվում է միջազգային ֆինանսական կորպորացիայի մեթոդաբանության վրա, որը նշում է, որ ընկերությունները, եթե փուլային այդ մատրիցան, որ մենք մշակել ենք կանոնագրքի, էլի միջազգային ֆինանսական կորպորացիայի մեթոդաբանության վրա ենք հիմնվել, որ եթե աստիճանաբար ես դուք քո զարգացման փուլով պայմանավորված ես կորպորատիվ կառավարման գործիքները կիրառում, դա ծախսատար չի։ Եթե քո համար դա ծախսատար է լինում, եթե դուրս ես գալիս ֆինանսական կապիտալի շուկայից միջոցներ ներգրավելու, քո առաջ դնում են խնդիր հետևել կորպորատիվ կառավարման կանոնագրքին։ Եթե զրոյից ես սկսում կորպորատիվ կառավարման կանոնագրքին հետևել, բարձր որ դա ծախսատար է։ Դու պիտի ունենաս այդ գոնե կորպորատիվ քարտուղար, որը կհետևի կորպորատիվ կառավարման այդ զարգացումներին, կկազմակերպի խորհրդի գործունեությունը, խորհրդին խորհրդատվական աջակցություն կտրամադրի, որտեղ հնարավոր է, որ խորհրդում նաև խորքային գիտելիքներ չլինի կորպորատիվ կառավարման խորհուրդ պետք է գոնե ունենաս, որը կիրականացնի կազմակերպության ռազմավարական առաջնորդումը։ Եթե խորհրդի կազմից խոսենք, շատ լավ կլինի, որ խորհրդում լինեն անկախ անդամներ, նորից դա ծախսա կազմակերպության համար։ Կազմակերպությունը պետք է ունենա ներքին հսկողության ու այդ ռիսկերի կառավարման բավական կուռ համակարգ։ Եթե դու սկսում ես գալիս ես որից է բան չես արել քո կորպորատիվ կառավարման համակարգը բարելավելու ուղղությամբ եւ միանգամից մտնում ես շուկա, իսկ շուկան քեզանից պահանջում է լավ կորպորատիվ կառավարման համակարգ, նորից հետևիր կամ բացատրի սկզբունքին, իրականում բեռ է կազմակերպության համար։ Մենք կազմակերպություններին ուղղորդում ենք, այսպես է էլի, ինչպես որ երեխայի դաստիարակությունը սկսվում է իր մայրիկի արգանդում, այնպես էլ կորպորատիվ կառավարում, այդ կորպորատիվ կառավարումը դա ընկերության հիմնական սկզբունքները, ընկերության, այսպես ասենք, որպես կորպորատիվ քաղաքացի դաստիարակության սկզբունքներն են, ու հիմնադիրները եւ գաղափար ունեն իրենց գործն են ուզում սկսեն, պետք է այս սկզբունքների մասին հոգ տանեն, նույնիսկ սաղմնային վիճակում։ Իհարկե այդ սկզբունքները միանգամից առաջին այդ կայացման փուլում դժվար է, բայց գոնե կան գործիքներ, որ ունենալ արժեքներ, բիզնեսը առաջնորդվել այդ արժեքներով, թիմին համախմբել այդ արժեքների շրջանակում, ունենալ ռազմավարական զարգացման ռազմավարական ուղղությունները գոնե հստակ սահմանել։ Այսինքն աստիճանաբար դոզավորված կորպորատիվ կառավարման այդ գործիքների ներդրումը կորպորատիվ իրականություն այդ ծախսատարությունից էլ են կազմակերպությունները կարողանում խուսափել։ Այսինքն մի կողմից այս ներդրումը կարող է բերել որոշակի ծախսերի ավելացման, բայց մյուս կողմից այո, նպաստում է ի վերջո ներդրումային վստահության ավելացմանը եւ կազմակերպությունը կերտում է իր ապագան։ Խնդիրներից մեկը, որ այսպես է, էլի մենք բոլորս էլ մեր հասարակության մեջ կարճաժամկետ նպատակադրում ունենք, էլի, նույնը վերաբերվում է նաև բիզնեսին։ Երբ որ մենք ասում ենք դրա արդյունքները երկարաժամկետ հատվածում տեսանելի կլինեն, միգուցե դա էլ է բիզնեսին այսպես անում, էլի, կարճաժամկետ նպատակադրում ունեցող բիզնեսի համար երկարաժամկետ արդյունքները շոշափելի չեն։ Դրա համար մենք այդ աշճանական ներդրման փոքր քայլերով հաղթանակներ ունենալու մոտեցման կողմնակիցներն ենք հանդիսանում, ու այս առումով մենք իրականում մեր գործարար հատվածի կողքին ենք կանգնած որպես կորպորատիվ կառավարման կենտրոն։ Դուք նշեցիք որոշ միջոցառումներ, որոնք իրականացրել եք եւ իրականացնում եք, իսկ եթե նայենք թե որ ռազմավարական հաղորդակցման ուղիներն են առավել
արդյունավետ կանոնագրքի գաղափարները բիզնես հանրությանը հասցնելու համար ըստ ձեր փորձի որն է այդ ուղին։ Ուղին այսպես է, բոլոր շահագիծների համատեղ աշխատանքն է։ Շահագիծներ ասելով մեր նման կորպորատիվ կառավարման առաքելություն ունեցող կազմակերպություններ, մենք ունենք բիզնեսի բարևարկության ակումբ, առաջնորդում ենք բիզնեսի բարևարկության ակումբը, ու այդ ակումբի շրջանակներում մենք փորձում ենք բիզնեսին համախմբել հենց կորպորատիվ կառավարման հիմնախնդիրների շուրջ, պետական իրավասու մարմինների այսպես մասնակցությունը, համագործակցությունը, ամենակարևոր ուղին որոշակի հաջողությունների համար դա համագործակցության վստահելի միջավայր ձևավորելն է։ Այս պահի դրությամբ որևիցե կազմակերպություն չկա էլ իրավական որևիցե կարգավորում չկա, որ պատասխանատվության կենթարկվեն, այսպես է հաշվի առնելով, որ մենք բարևարկության նաև այդ մշակույթի կողմնակից ենք ճիշտ գործեր անել ճիշտ ձևով, երբ որ որևիցե մեկը քեզ չի վերահսկում, այդ համագործակցային միջավայրում մենք կուզենանք բարևարկության մշակույթի վրա հիմնվելով փորձել համագործակցել, փորձել այդ վստահության, երբ որ կա վստահություն, այդ վստահությունը, այդ սոցիալական կապիտալը օգտագործել ընկերությունների կառավարման համակարգը համատեղ ջանքերով բարելավել, քանի որ այսպես է ընկերությունները հասարակության անդամ են, իրենց հաջողությունը նաև հասարակության հաջողությունն է եւ հակառակը։ Հասարակությունը նաև հաջողվում է, երբ որ բիզնեսը բարեկեցիկ է, բիզնեսը նաև իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում հոգատանում հասարակության անդամների իր շահագիծների կարիքների համար։ Այս պահի դրությամբ միակ ուղին ես տեսնում եմ, որ համագործակցել տարբեր շահագիծների հետ, ձևավորել այդ վստահության միջավայրը եւ փորձել համատեղ ջանքերով առաջ գնալ, որ տարիներ հետո չասենք էլի, այս մի կանոնագիրն էլ ձախողվեց։ Համոզված եմ, որ մենք գոնե այդ դիրքորոշումը ունենք, որ մեր բոլոր ջանքերը ներենք դնելու աջակցելու կանոնագիրքը ընկերությունների կողմից որդեգրելու եւ իրենց հաջողությունները միասին պահելու։ Շնորհակալ եմ Նարինե, շատ հետաքրքիր զրույցի համար, հույս ունեմ, որ մյուս տարեվերջին մենք կփորձենք այս մեկ տարվա ժամկետում որոշակի արդյունքների մասին արդեն խոսել, բնականաբար մեկ տարին շատ քիչ ժամանակահատված է նման արդյունքների, բայց գոնե ինչ-որ շարժ, ինչ-որ աճ արդեն նկատված կլինի եւ նորից կքննարկենք մեր եթերում, նորից շնորհակալություն եմ հայտնում։ Ես եմ շատ շնորհակալ, նման հաղորդումները եւս այդ համագործակցության սոցիալական կապիտալը ավելացնելու բաղադրիչներից մեկն են հանդիսանում, ես այսպես է էլի, կազմակերպությունները, որոնք իրականում հետաքրքրված են, կարող են այցելել կորպորատիվ կառավարման կենտրոնի էջ, այնտեղ մեր հեռախոսահամարներն է, մեր էլեկտրոնային հասցեներն է, թող դուրս գան մեր հետ կապի մեջ։ Այո, շնորհակալ եմ շատ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն։